Հետևից կարան դաժե։ Հետևից գիտես ինչեր են անում այսօր։ Հետևից գիտես ինչքան մարդ է խոսում մեր հետևից։ Հիմա տես ես ճանապարհին գալուց մտածում էի։ Մենք խոսելու ենք, դե գալիս ենք մի հատ մշակութային օջախ, որը 17 թվին է ստեղծում, ինչի մի փառք կա առանց որևէ մեկի, ինքը գոյատևում է, ու փառք ասու, անունը թատրոն է, փառք ասու մարդիկ գիտեն այս թատրոնի տեղը, փառք ասու մարդիկ գալիս են այս թատրոն։ Ես ասում խնդրում եմ մի բան, որ վաղը միսօր չհայտում եմ մի երկու սերունդ ներքև հանդիպեցին նոր սերունդի ներկայացուցիչներ, որոնք դարձան աբիժնիկ ու որոշեցին թատրոն փակել։ Լավ, հիմա դա ոչ մեկի դաշտ, դա փակում եմ դա, բայց մենք արժե որ մշակույթից խոսում, այդ եմ ուզում հասկանամ։ Լսի, գիտեք ինչ, ես ուզում եմ խոսեմ մի բանի մասին, որը կա, որին տերերնող կա։ Այսօր մշակույթը մթոմ կա, մենք ամեն օր քնից արտանում ենք այդ մշակույթին արհեստական շնչառություն ենք տալիս, որ մի քիչ էլ ապրի, թողում եք իրան, մի երկու օր էլ ապրում, եք ասում խռոցը հետաքրքիր ինչի ու իմ ու քո կառավարությունը այդ հրաշք այդ ազգային կառավարությունը, ինքը թքած ունի մշակույթի վրա։ Եթե սխալ բան եմ ասում, անջատեք կամերաները։ Եթե ճիշտ բան եմ ասում, ունեք հնարավորություն, փռշտացեք, որ ասեմ այդքան է ճիշտ։ Չէ՞ լուրջ, եկեք մի հատ խորանանք, բայց մի հատ հարց, էլի ձեր կարծիքը ինձ հետաքրքիր է։ Իսկ երբևէ եղել է, ասենք, ու Հայաստանի, նորանկախ Հայաստանի պատմության մեջ էլի, սովետը թողենք հանգիստ, որը տենց չի եղել։ Իհարկե։ Երբ։ Սովետի ժամանակ։ Չասեմ սովետից հետո, նորանկախ Հայաստանի պատմության մեջ տենց էտապ, որ այդ վերը քո նշված ազգային։ Սովետից հետո նախ մեզ նորմալ ղեկավար չունեցանք։ Որ ով եկավ ղեկավարության ինքը չգիտեր ինչ բան է մշակույթը։ Երկու հոգի գիտեին, որոնց գլուխը կերան, դրանից հետո առավել եւս մշակույթ հասկացողությունը մեռավ։ Այսինքն դե կար Կարեն Դեմիրճյան, որը ինքը կարար մի հեռախոսա զանգով, որտեղ ինքը այս պետության ուղնուցուցը գիտեր, ու այդ մարդու կողքին հայտնվեց մի տղամարդ, ворդ, որը հարցեր էր որոշել։ Դրա համար այդ երկուսի գլուխը ռեսկի կերան։ Ներողություն, անցան քաղաքականությունից դուրս եկանք։ Այն Սոս Սարգսյանը մի ժամանակ սիրուն բան ասաց։ Ասեց սովետի ժամանակ թատրոնի օդ կար, շնչում։ Այդ օդերը միանգամից փակեցին։ Միանգամից փակեցին։ Այսօր նոր Արմենից քիչ առաջ ենք խոսում։ Սերիալներ ժամանակին ես էլ այնպես բան եմ արել, հասկացա որ ես իմ տեղ ուրիշը չեմ տա, որովհետև այդ կաշկակշողները եկան լսվան սերիալ։ Որ այս մասնագիտությունը լավ էլ ինչ կնա 4 տարի շորենակ ալում խոսում ենք էլի, էսա ճիշտ է։ Տարապում է։ Տարապում ես։ Բա ինչ անում, խնդրում դեմքին նայ։ Նիհարել է, գիտես։ Նիհարել ոնց մարդը ուզում է մշակույթ ստեղծել։ Ամեն դեպքում ուզում էի քողարկել էլի, բայց փաստորեն չէ, երևում է։ Երևում է, հա ջան, Մեռնեն ջան։ Չգիտեմ, ժողովուրդ, իրոք այսօր ամեն ինչ մեր ձեռքերում է։ Մենք ամեն մեկս, ես քիչ առաջ այնտեղ ասի, մենք սա բոլորովը մի բան պետք է ուզենք ու դա անենք։ Ես ասել եմ, ինձ միշտ ասում են քո հարցազրույցները իրար նման է, հա, իրար նման է, որտեղ այս երկրում բան չի փոխում, անդադ նույն բանի մասին ենք խոսում։ Մենք մի անգամ ենք ազգովի իրար այդ բան ուզել, դա եղել է դա Ղարաբաղն էր։ Հիմա այս մշակութային հեղափոխությունը պետք է լինի։ Ես կուզենամ մեր միշտ հեղափոխությունը լինի մշակութային, մշակույթով հեղափոխություն, մշակույթով որ հեղափոխություն եղավ, այդ մշակույթին համապատասխան մարդ կգա մեզ ղեկավար ու մենք ճիշտ ընտրություն կանենք ու ով որ լինի մեր ղեկավար, գոնե վաղը միսօր մենք իրանով կհպարտանանք։ Այսօր ես ամաչում եմ իմ ղեկավարի համար։ Իմ ինձնից յան չտանք, բոլորս էլ այդ հեղափոխության սկզբից սաղսս թպրտում ենք, ասում ենք ոնց էս անի բան կլինի, ու հիմա որ ասում են ես չեմ քվեարկել, ես չեմ եկել հրապարակ, ուզում եմ քֆուտամ, տո ստի թե դու չես եկել հրապարակ, բոլորն էլ եկել են հրապարակ, թող իրանց բանի տեղ չդնել, ես յանի սուրբ կույս Մարիամ եմ։ Նախ պետք է կույսը լես, հետո նոր սրբանաս։ Դուք ոչ մեկ դե կույս չեք։ Հասկանաս հիմա մեր հաջորդ քայլը ինչ է, որ մեր չէ Նավսյակի։ Որտեւ այդ գեղեցկությունը դու ունես, արում։ Հիմա նայեք, հասկացող աչքեր ունես։ Հիմա մեր հաջորդ ընտրությունը, որը պետք է լինի, պետք է ճիշտ լինի։ Իսկ ճիշտ ընտրությունը դա գալիս է մշակույթից, յանից նայ։ Ты всё знаешь, дорогой։ Մի խոսում ենք, շփվում ենք, ես չգիտեմ, ժողովուրդ ինչ արնելու մեր, այսօր մենք եկել ենք բարձր մշակույթի չկան, խոսք չկա։ Մենք այսօր պետք է խոսենք ցածր մշակույթից ու մի հատ բոլորը իրար հետ նեղվեն։ Գոնե իրիկունը գրանք մտածելու բան ունենանք։ Յանից նայ, մենք այսօր չենք մտածում, մենք այսօր դասել ենք կինտո, օր դատում օր ուտում ենք։
15000 էս մի սերիալից, 20000 էս մի սերիալից, 18000 էս բանից, թատրոնից, այն թատրոնից բանը միացան բան, փախցներով ասում ենք լավ, այսօր լուտել բա։ Դա կինտոյի հոգեբանությունն է, որը պետք չի։ Պետք է գոնե մի 6 ամիս սոված մնանք։ Որ հասկանանք, որ ալա բան ենք ուզում փոխել։ Բան փոխելու համար քեզ պետք է նեղություն տաս։ Բան պետություն սարքելու համար դու պետք է ընկերություն անես։ Իսկ ընկերությունը ոնց են պահում, ընկերությունը պահում են ամեն օր քեզ նեղություն տալով։ Լավ պետությունը դա ընկերոջ նման բան է։ Յանից նա, չգիտեմ, ես արդեն այս վերջին շրջանում անընդհատ իմ մեջ կռիվների մեջ եմ։ Մոտս անընդհատ ժողովուրդ հայոյանք է ծնվում։ Ես քեզ ասեցի, ես այսօր ունեմ հայոյանքների թզվեղ, ամեն օր քաշում եմ, առաջ ասում ենք հույսեր հավատ, չգիտեմ, Խերշար Աստված, հիմա լավ դա քֆուր է, էլի, որ չեմ ուզում, մի նոր սերունդ են նայում, ասում այս է մշակույթը, հայ երեխեք էս է մշակույթը։ Հորս արել, ներողություն մեր այսօրվա ձեզ թողած մշակույթի համար։ Մենք բան չենք թողել, որտեղ ես չեմ կարող ասեմ մեզ չեն թողել։ Մեզ թողել են, մենք տերելնող չկարացան տեր, մենք լիդեր չունեինք։ Մշակույթում եթե ով էր կար լիդեր, գալիս էր միտեղ ու իր հաթոռը պինդրներ, ինքն էլ տունը փող տաներ։ Այսօր պետք է չմտածենք տունը փող տանելու համար, այսօր պետք է ինչ-որ բան ստեղծենք։ Վաղը միսօր մեր երեսին թքելու են։ Մեր թողածի համար մեր երեսին թքելու են։ 3 ղեկավար, 4 ղեկավար եկավ բան չթողեցին, հիմա շատ խնդալ է, պետություն իրար միս են ուտում, մեկ է սովորական իմ շատ էլի անցածը գրում է։ Իսկ մշակութային գործիչները ինչի են սոսկվել։ Ասում մշակութային գործիչները որ ելնում են կամ բան են ասում, մենք ասում ենք դուք լսում եք չէ՞, մի որ ես ասեմ վաղը միսօր հելնենք հրապարակ, կգաք հետո ասես լավ ես, բան ես դերասան ես, ի՞նչ է խոսում, դու դերասան ես գնաք ու դերասան։ Էս է գնահատականը։ Հասկանում ես։ Ու պրիտոմ դերասան չէ, դերասան։ Արա ռտարը ճիշտ է, էլի պետք է բերեինք այի տեղը։ Այդ գիտեք չէ՞ դա անեկդոտը, որ էշը գազաններին հավաքում է, ասում է ժողովուրդ եկեք այբուբենի առաջի տառը, այդ դնենք։ Արաս մանոս ունես, արա մեծ ռոպ մաշտոցի իմացով կտպել։ Արաս մա ձեր համար եմ ասում, ձի հավանակել են ասում, հիմա այդ է էլի։ Բայց ձեր ելքեր կարելի է գտնել, չէ՞։ Я вообще так рада вас видеть. Слушайте, я знаете, на какой мысли себя выловила сейчас, что мы встречаемся либо на премьерах, либо на похоронах наших коллег. Այսօր Թատրոնի միջանցքում հանդիպեցի ու տենց շատ թռուցիկ էլի ինչ որ ես փորձի եմ գնում այսօր 7-ին եմ ձեզ ասում հա դե կհանդիպենք տիպը սենց էլի ու տենց բաժանվեցինք ինքը իր գործերով ես իմ գործերով մենք սկսել ենք մեր տեսար որտեղ մենք հույս ունեինք որ տեսնենք մեր գոլեգաներով սկսել ենք զարմանալ չէ՞ որ ես փորձեմ սենց հետևից երկարնամ ինչ փորձ արա մենք ասում ենք չի իսրում դες ես պետք է փորձի գնամ բայց որտե գնամ փորձի Իրոք ինքը շատ հետաքրքիր բան ասեց, լուրջ ունես տպավորությունը այսօր մեր մշակութային կամ մեր գոլեգաների հանդիպումը կամ պրեմիերայը, որը տակը բան չկա կամ просто թաղում է։ Մենք սկսել ենք իրար շատ ենք սիրում, սկսել ենք իրար թաղել։ Արա, не знаю, ես բան եմ էլի։ Արա, թող միշտ պրեմիերա լինի, թող գնանք, բայց արա, նենց եմ ուզում մենք գանք մի հատ շրջան ապրենք։ Որ ես գամ քո պրեմիերային, գիտես չէ՞ մի դասենք Վիսոսկինաս մակսորիզեցին ու սուքինիզեցին, մենք իրար չենք սիրում։ Մենք գալիս ենք արդեն ես քո պրեմիերային գալիս եմ, եկել եմ չհավանեմ տենամ ինչ։ Արա ես ուզում եմ այդ զգացողությամբ գամ, բայց այդ ամեն ինչ եմ կան ճիշտ լինի, որ ես զարմանամ ու այնքան դուխ ունենամ, որ գամ ասեմ արմս։ Մեռնեմ ճոյնտ, խոնարհվում եմ քո առաջ։ Ու հանգարց դու նայես դեմքիս ու հասկանաս, որ ես սուտ չեմ ասում։ Դրատակ ցանկում, այսինքն այդ զգացողությունը դու ինձ տաս, այդ զգացողությունը ես քեզ տամ ու մենք կարողանանք իրար մասին այսպես անկեղծ ասենք, ոնց որ մեկ-մեկ կենացներն ենք ասում կամ մեկ-մեկ ուզում ենք աղոթենք, աղոթների մեջ ենք չեսնի, ես ուզում եմ ամեն պրեմիերայից հետո ես քո համար ձեր համար աղոթեմ, դա ուզենամ այդ շրջանը ապրենք, ուզենանք այդտենց անկեղծ լինենք իրար հետ։ Այդքանը որ ասեցիր, պրինցիպի ինձ թվում է մեր բնակավարից ու գոնե որ 80%-ի մոտ այդ զգացողությունները կան։ Հիմա ոնց որ ասում եմ, դիագնոզը գիտենք, հիմա ոնց բուժենք։ Ոնց գիտես բուժման եղանակ։ Да. Եթե ես իմանայի ձեւը առաջինը ես ձեզ կասեի, բայց նաև չի ասի ինչի համար, որտեղ վախենում եմ, որտեղ մենք մեր առաջարկածին չեն կարողանում իրար հետ տեր կանգնենք։ Ես ուզում եմ մեր մեջ մի հատ լիդեր ծնվի, որին հավատանք, որ ասի ժողովուրդ եկեք մեր ասպարեզում sense բան անենք։ Որ ուզենանք գնանք դրա հետևից։ Այդ մի հոգին պետք է անի։ Լավ, բայց մի նախաձեռնող, մենք լիդեր չսիրող ազգ ենք։
Ետ եմ ասում։ Մենք ստեղծում ենք լիդերներին, հենց ստեղծեցինք հաջորդ օրվանից մտածում ենք ոնց գլուխն ուտենք, որտեղ մենք միշտ դիմացինից լավ ենք կարող։ Այդ դեպքում եկեք հասկանանք, բոլորս ենք լիդեր դրա համար։ այդ դեպքում եկեք հասկանանք, Это в крови. Բոլորը լիդեր։ եկեք հասկանանք դա ինչից է որ մենք չենք սիրում։ Ասենք ստեղից է գալիս, թե մատչելկա չեմ ուզում։ Դա իմ կարծիքով իմ կարծիքով հիմա ավելի անկիրթ է։ Ես կրթության առումով չեմ ասում։ Կրթվածության առումով հասարակությունը անկիրթ է։ То есть ես անչափ ուրախանում եմ, երբ որ մետրոյում կամ ինչ-որ հասարակական տրանսպորտում կամ դրսում ջահել երեխեք եմ տենում ու ձեռը գիրք է։ Հաջորդ վարքյանին ես ինձ բռնում եմ, բայց դա նորմալ է։ Ինչու ես զարմանում, Ինչի եմ զարմանում, դա պետք է լինի նորմա ու կրթության մասին, ինստիտուտի մասին չեմ ասում, առհասարակ կրթվածության։ Մենք քիչ ենք կարդում, մենք քիչ ենք ուսումնասիրում։ Մեր այդ Instagram-ի ռիլից երկար, եթե բան է լինում, չենք նստում նայում։ Օրինակ ես շատ մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, որ այսօրվա միջին վիճակագրական, ասենք, դեռահասը, ասենք, լուրջ միացնի, ասենք, բանը նայի։ Կրիոսնի ացեցը Կոպոլայի։ Միացնի ու նայի, այդ իր համար երկար է։ Նույնն էլ թատրոնն է։ Ես խախտվում եմ, որ ասենք ինչ որ մեկը զանգում է ինձ կամ գրում են ինչ որ ներկայացման մասին, առաջին հարցը ինչ են տալիս։ Ինչքան է տևում։ Իրան հետաքրքիր չի, ասենք, այդ ներկայացման ինչի մասին, ով է գրել, ովքեր են խաղում, առաջին հարցը, ինչքան է տևում։ Որ իմանան երկու գործողությունները չեն գալի։ Լավ է երկրորդ հարցից են տալիս, իսկ էդի խնդալու է։ Հա։ Слушайте, а у меня такое ощущение, как будто я живу вообще в каком-то сказочном домике, и у меня немножко иные представления. И Знаете, это прямо почему? сейчас. И это прямо сейчас, потому что не кажется, хотя это, мне кажется, зависит от человека. Я, наверное, достаточно оптимистичный человек, и для меня всегда стакан, ну да, поняли. И работая 17 лет в Государственном драматическом театре, и вы понимаете, менялись и художественные руководители, и несколько директоров, и так далее, и всякое бывало. И всегда хочешь опустить руки, хочешь убежать, хочешь сказать, ну как мы можем это сегодня делать, когда мы вчера делали там Чехова и делали прекрасно. И в тот момент, когда ты хочешь сдаться и уйти, или уехать в другую страну, как чаще и бывает, вот в этот момент ты понимаешь, что ты способствуешь тому, что освобождаешь себя от этой страны, идешь и работаешь или живешь во благо другой. Да, именно поэтому я всегда как-то более позитивно все-таки смотрю и на страну, и на театр, и на то, что делаем. То есть ты всегда можешь найти, мне кажется, какую-то любовь, какое-то сердце. Потому что то, что ты видишь и в человеке, и в том, что ты делаешь, это то, что есть в тебе. Я почему-то глубоко в этом убеждена. Չարից ասում չէ, ասում եմ, որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս, այնքան աշխարհը անուշ ու քաղցր կլինի։ Вы знаете, это работает, мне кажется, иногда. Բայց դրա այդ սիրելու համար հիմքեր պետք է ունենաս։ Հիմա ես շատ ահավոր էներգիա եմ բերել, շատ վատի մասին եմ խոսում։ Դու երբ ես սիրում, երբ որ դու ունես այդ հնարավորությունը, երբ որ այդ օդը կա, երբ որ այդ տեղը կա, երբ որ քնից թելում ես, հասկանում ես գոնե 15 րոպե ջոգում ես, որ ես երջանիկ եմ, ուզում ես թեթև ապրես, հետո լավ ես մախտար բաներն եկավ։ Չէ, ես այս երեխու վրա ներողություն այս բարի համար։ Դու մեկը միշտ էլ երեխա ես մնալու, այդ քո մաքուր տեսակով։ Ես զարմացել եմ, լուրջ եմ ասում, ես ամեն անգամ ես հրաշքին տեսնելուց հետո ասում եմ, почему я не мужчина։ Обожаю тебя. Որտեւ եթե նորմալ տղամարդ լինեին, նախ վաղուց դու իմը պետք է լիներ, բայց ես ով եմ։ Мой дорогой. Մերնան ջան։ Չէ, իհարկե քեզ հալալա դու կարողանում ես փոխես, ես կարծում եմ, պետք է մենք հետևենք այս բանին, որ просто չկոտրվել գնալ առաջ, չկոտրվել գնալ։ Это очень Մենք միանգամից եթե ինչ-որ բան ենք ասում, մեր սխալը գիտեք որնա, որ մենք ընդհանրապես կես ժամ հետո ուզում ենք դրա պատասխանը չէ։ Լավ արած բանի պատասխանը ուշ է գալիս։ Պետք է կարողանալ համբերել։ Вот это терпение, оно очень важно. Որը եւ դու անում ես, հալա, իսկ ես չունեմ այդ համբերությունը։ Այդ այն միակ խնդրեմը։ Ես որ չգիտեմ ինչի միանգամից եմ ուզում, ես միանգամից տվել եմ, որ միանգամից ես ուզում, ապուշ։ Ես իմ հետ եմ խոսում։ Դա մենք չենք խանգարում։ Հա, խանգարեք իմ մենախոսությունը մարդ չմտեք իմ ու մատանի վարանքը։ Բայց հիմա օրինակ թե համաշխարհային գրականությունում, թե օրինակ կինոներում
քո տարիքի հրաշալի դերեր կա։ Համաշխարհային Այո, այստեղ համաշխարհային։ Չէ, բայց իրոք։ նախ ես չեմ կարծում ես համաշխարհային այդ պլանկեն կունենամ թե չէ, նախ քանի որ ես կոմպլեքսի կծիկ եմ ու ես ամեն անգամ երբ որ գնում եմ ուրիշտեղ ես անկախ ինձից դա իմ ամենասխալն է ու ներ սերունդին ասում եմ ձեզ ուր էլ որ լինեք երբեք ձեզ ուրիշից ցածր չդաշեք դա ամենամեծ սխալն է երբեք չմտածես որ ինքը Մոսկվայում է ինքս ինձ մեծ դպրոց ասած չէ այն ինչ որ դու ունես ինքը չունի այն ինչ որ ինքը ունի վաղը դու դա կարող ես ունենալ համեմատությամբ դրա համար նոր սերունդին մի բան եմ խնդրում երբեք ով էլ ուզի ձեր դիմաց կանգնած իր ապրած իր արածը գնահատեք հարգեք բայց երբեք դուք ձեզ ցածր չդասեք դա իմ կոմպլեքսն ամենամեծ իսկ համաշխարհային դաշտում անելու համար Գրականությունից հոյակապ դերեր Իշխան լավ օրինակ պատկերացրու չգիտեմ դերասանների համար ոնց կարա լինի եթե դերերը բաշխենք ըստ տարիքային որ տարիքից որ տարիքն է ակտիվ դերեր մի տարիք կա որտեղ դու դադարում ես փոքրիկ դադար կա հա թե ով կօգտագործի այդ դադարը որպես իրեն վերազինելու դա արդեն անձից է գալիս եւ գալիս է մի ուրիշ շրջան ես հենց այդ շրջանի մասին նկատի ունեի ուրիշ շրջանի չի նկատի ունես որ դերեր կա որ հիմա քոնն են տարիքային զազորը որ նո հա նո հիմնականում այդ միջին տարիքի դերերն է շատ էլի ասենք 25-ից 35 તો տենց 35-ից 50-ոտ մի քիչ ավելի քիչ է բայց ավելի տենց յուղոտ դերեր է հա քիչ են բայց այն որ խաղացիր ու լավ խաղացիր վсё դա կմնա օրինակ ես հիշում եմ 2000-ականների սկզբին Նիկոլայ Ծատուրյանը մետրո թատրոնում արել էր հրեշը լուսնի վրա խաղում էր Լևոն Հարությունյանը կիմանաք ձելիով տեսած կնեք այդ դերասանին ինչքան խաղացել է ես գնացել նայել եմ այսպես նայում էի ես ու ասում էի Աստված ջան, երկրորդ կուրս էի, առաջի կուրս էի։ Ասում էի Աստված ջան, կգա այդ օրը, որ ես այսպես կարողանամ խաղալ։ Տեսար։ Շնորհակալ եմ Իշխան ջան, դու խաղացիր, չէ՞, դե։ Հետո ես խաղացի, հա։ Չէ, իրոք Հիմա էլ ես խաղացի։ Հա, ես չեմ նայել։ Գալին է։ Ցավում եմ Բայց չեմ նայել։ ես այդ եմ ասում, էլի, այդ դերեր կա, որ այդ որ խաղացի, իսկ լովը ֆանտաստիկ էր խաղում։ Ես նայում Նիկոլայ Ծատուրյանի ֆակտորն էր այդտեղ, որովհետև մենք հենց այդ ներկայացումներ անում ենք, ինքը ասեց ֆինալը ասես չի կարա լինի։ Ֆինալը տենց համամարտկային վիճ, գիտես այդ գործը, որ իտալացու երեխային վերցնում են, պահում են, ասում են մենք երջան։ Ասեց հայը խնդիր ունի, հայը ծակերը պետք է լսնի։ Ու ինքը երեխա չի ունում, ինքը չի կարա այդ իտալացու երեխուն։ Ասեց այս երկու զույգը պետք է բաժանվեն։ Նիկոլը ո՞նց չի կարա բաժանվի։ Ասես կարա։ Մենք իհարկե վիճեցինք ֆինալը իր ազատով արեցինք, առաջի ներկայացումը չհասկացանք ինչ է, բայց հետո հասկացանք։ Ու ինքն դե գենիալնի ֆրազեր գտե։ Երբ որ այդ փոքր իտալացին ասում է պարոն էս ինչ են Արամ Թումասյան։ Պարոն Թումասյան, որ երեխու այդ օր կալյասկեն վերցրած դուրս է գալիս, իր իրերը մեջ լցրած։ Իհարկե նաև կտակարանն է հանձնում այդ երեխուն։ Երեխան ասում պարոն Թոմասյան ուր։ Հետո ֆորմասում է գնում եմ ապրելու։ Ինքը այդ ֆրազը գտավ ու ես հասկացա որ դա տենց ավելի ճիշտ էր։ Ինքը այդ գործի մեջ իհարկե Կալինովսկու կինը, ինչքան գիտեմ այդ գործը որ գրել է Կալինովսկին, կինը 5 տարի հայ է եղել։ Այնքանը գաղթի մասին խոսացել որ այդ մարդը գրել է այդ շեդևրը, ինքը գենիալի գործ է, հրաշք գործ է։ Այդ կինը այդ ոնց է կարողացել մատուցել այդ մարդուն եղերնը, որ այդ մարդը չտենալով այդ ցավուդարձը, բայց այդ ցավուդարձը ուրիշ ֆորմայի մեջ, ուրիշ սիտուացիայի մեջ այնքան ճիշտ է մատուցել, որ Իչին դեր ցույց տալ ոնց են սպանում, ոնց են մորթում, այդ ամեն ինչ բարձր։ Այդ գործի հանճարեղությունը նրանում է կանում, որ ինքը հետևանքներն է պատմում, ինչ է, ըստ հետևանքները։ Այո, ամենակարևոր ճիշտ բանը։ Հետևանքները ավելի սարսափելի է եղել։ Քան երբ որ իրավիճակի մեջ ես։
այնտեղ բանում հանճարեղ տեքստ կա Քաչայի գիշատիչների խնջույքում, որ ասում է Ֆրանսուազի մանալոգը ասում է ողջերը գուցեք բարեկամանան իրար հետ, ասում է բա մեռածները, այն որ մեռնում են այսօր, այսինքն մեռնում են հիմա այս պահին, գնում են սոված, չբավարարված, ասում է հա, մենք կբարիշենք, կապրենք, բայց բա իրանք ու այդ հետևանքները կրելը շատ անգամ շատ ավելի երակի քառակի անգամ ավելի դաժան է լինում։ Ինչքան երեխեք որփացան, չէ, ինչքան ինվալիդ ուզես վերջին պատերազմից հետո, ինչքան տղեր մի խոսքով այտենց եղան ու որ այտենց խոսք է, չի ասում, ինչ լինում է մեռնողին է լինում։ Այն ողջ մնացողներն են տանջվում։ Այդ գործը այնց դրանով է հանճարեղ։ Որ ինքը ոչ մի այտենց բան չի, որոնցի գրած է Ամերիկա, ինչ որ 20-ականների կեսեր, նորմալ կյանք, նորմալ աշխատանք, փրկվել են, ապրում են։ Հիմա գինարի բան ասում եմ, եղուցով ընթացում 20-ական թվա Ամերիկա չէ, բայց ամեն դեպքում երբ որ մի գործ մարդու մասին է, այսօր մարդը այնքան արժեքազրկված է, որ մենք երբ որ ամեն անգամ ինչ-որ գործ ասում եմ ինչի մասն է, այս սա բան առաջարի եկեք մարդու մասին ալկարա, մարդու մարդ, արա այսօր ամենամեծ արժեքն է մնացել, որ ամեն անգամ գինը գցում են, ուսես գցելով աշխարհի մասով մարդ արարած մարդ հասկացողության, ոնց որ Դիոգենեսն էր ասում այսօր լապտերը ձերքից օրը ցերեկով մարդ է ման գալիս։ Այսօր մարդը ամենակիչն ու ամենաթանկն է մնացել։ Արա գտնելուց էլ գիտեք ոնց է վրով անցնում, պետք է ոնց մարդու հադրը պետք է իմանանք էլի։ Кстати, по поводу вот этих возрастных историй, мне кажется... Կանանց դերերը օրինակ, ինչ կասես։ Ну, не знаю, как насчет... Տեսակը երբեք չի մեծանում, իրան այդ հարցը։ Кстати, ты прав, и у нас был спектакль, и есть он сейчас идет, спектакль называется «Гордыня», в котором я играю, и несколько лет назад, это, наверное, 3 года назад, да, мне было 37, получается, или 38, сколько? Да, мне сейчас 41. Не давайте. Да. Да, в 22 году я получила лучшую актрису года. Замечательный режиссер Гор Маркарян поставил этот спектакль. И о чем я хотела сказать? У нас там как бы 4 женщин, тоже военное время, и все должны были играть 33 года по внешности, да? Но у нас так получилось с моей ролью, что там за 60 далеко было. Поэтому мне кажется, что все-таки это как в любви, знаешь, нет возраста, и у красивой женщины нет возраста. Так и мне кажется, все-таки если... Это зависит от подхода режиссера, потому что мы знаем очень много случаев, когда, там, не знаю, Чацкого за 70 играли и так далее. И все-таки я не думаю, что это может быть проблемой. Если, то есть мне сегодня... Другой вопрос интересен. Вот интересовало бы меня в 18 лет или там в 16 сыграть Джульетту? Нет. Это совершенно мне неинтересная роль никогда. Не была мне эта роль интересна или и так далее. То есть все-таки тут дело не в том, ой, как нас жалко, у нас возраст уходит, ролей нет и не может быть. Мы все-таки... Артен, я так родилась, Лёва, это нормально. Բայց կարամ։ Գիտեմ։ Այդ աներվան ասում ինձ որ կարաս։ Դու էլ կարաս։ Կարաս Джульетта. Да, ես կգնամ այդ վաղը Ռոմեո։ Мне кажется, все зависит от обстоятельств, от того, как все эти звезды сойдутся, я не знаю, режиссеры, артисты, сама атмосфера того, что ты делаешь. Հա, բայց շատ ճիշտ բան ասացիր դու։ Նայ, օրինակ դեր կա ճիշտ իր ժամանակին պետք է խաղաս։ Նույն Արամ Թումասյանը Ես հասկացա ինքը ինչ ասես գալիս եմ իր ասացին։ Նույն Արամ Թումասյանը ես առաջին անգամ որ խաղացի ես այդ ժամանակ 21 տարեկան էի, հետո մենք շատ երկար չխաղացինք ու խաղացի ես համարյա 40 էի։ Ես այս 40-ում հասկացա ես ինչ եմ խաղում։ Ոնց որ Փարաջանովն էր ասում Բայց Արամ Թումասյանը 25-26 տարեկան է պիեսով։ Չեմ հիշում Փարաջանովը որ ֆիլմներ ուզում Ես նոր հասկացա ես սովետի ժամանակ եւ իրան այդ հնարավորությունները անտակ չէին տալիս, բայց ասում եմ հերոսը մեծանում է իմ հերոսը դուք հիվանդ որպես ռեժիսոր ինքը տեսել էր Սոֆի Լորենին, իշքան հիշում եմ արա գեղեցիկ պիտի բանանեին, գեղեցիկ էր։ Հա, ասում եմ գժում եք, ես էլ չեմ կարող նկարել, որտեվ իմ գլխավոր հերոսուին մեծանում է արդեն։ Ի վсё։ Այսինքն քո ասացի վրա եմ ասում Իշխան ջան, իրոք не знаю, ну Ես Դևի մասին էի լսել, Դևը Լերմոնտով, որ ուզում էր նկարահանել, բայց իրան արգելել էին, բայց չէին ասել ոչ,
Ընդհանրեն ասել էին, որ վետրոդույ չկա լաշատկայում։ Դա ռեստորական տեսողություն Տենց էին էլի իրան։ հասկացա։ Չէ, էլի։ Շատ տարբեր են իհարկե եւ Լենայի կարծիքը ես համաձայն եմ եւ քո կարծիքի հետ, որ այո դերեր կա, որ ճիշտ ժամանակին պետք է։ Ես օրինակ չեմ կարող էլի չհիշատակեմ լավ այն Ժանգոտ բանալին եմ հիշում, հիմա կասես ուրիշ բան չէր գտել հիշում։ Չէ, իրոք գինալի ներկայացում էր ուղղակի։ Ժանգոտ բանալիում Պիերո Լևոն Արությունյան լալա չի խոսում ողջ ներկայացման ընթացքում։ Դա տանջանք ա եղել լավ կո համար։ Բուրատինոյի մահանալուց հետո Դա իմ ամենասիրած Լեզուն բացվում։ Բուրատինոյի մահանալուց հետո հանկարծ լեզուն բացվում է, բայց այդ մեխը ասեմ եւ շատ ազդեցիկ կտորեր, երբ որ ես հուզվել եմ ազնվությամբ, երբ որ գալիս եւ հայտնում եմ, որ Մալվինան մահացել է եւ հանկարծ դու այդտեղ ճճում ես։ Լալա ինքը, բայց ճճում է։ Ձայն չկա, բայց դու ձայն ես լսում։ Ամեն ինչ կար է։ Որտեվ սիրել ես մեկին, որին անդադ ուզում ես ասել, ես քեզ սիրում եմ, ինքը աչքերով արտացար, ինչի համար ես ուզեցել ես ասես ու հանգարց այդ մարդուն սпасել ես դու ես հավատում եմ որ մեր խոսելու ես աղջկան ամեն ինչ կասեմ բայց մինչև ասել ես մահանում է դա բիտնի ցավա դրա համար я люблю любить սիրում եմ լրության մեջ սիրում եմ просто սիրեմ ու ձեն չանեմ սիրում եմ գորալ բայց որ ասում են խի ամաչում եմ ասեմ սիրում եմ հա ես մեկ սիրելու համար եմ ամաչել տենց երկիր են սարքել հիմի մնում եմ մեր ամեն դեպքում ոնց այո ես մի ոնց ֆորմ գալիս եմ մտնում սրանց արանքը հիմա նայ բուրացինը կներես որ ընդհատեցի ես ուզում եմ հասկանամ տենամ մեր բուրացինոն երբ է վարի գնալու որտեղ դրանից հետո երեք խոսելու բան ունեմ ես հիմա լալկված նստած եմ շատերը դա այ հիմա տես շատերի մասին ենք խոսում որտեղ էլի մշակույթից փախնում ես էլի բերում եմ քաղաքականություն չի ես հիմա խոսում եմ մեր ցավի մասին լուրջ եմ ասում տղեկ սա քաղաքականություն չի սրանք սարքեցին քաղաքականություն ես իհարկե չեմ ուզում իմ երկրի քաղաքականության մեջ գտնող մարդիկ իսկան ջոշելն են իսկան ցածր մակարդակ իսկան անգրագետն են քաղաքականությունն էլ է սիրում մակարդակ կրթվածություն ոնց որ իշխանս էր ասում այսօր մերոնք կրթված չեն այսօր իրանց մշլերին կենցաղային մակարդակի է այսօր երբ որ իրանք խոսում են մեծ բաներից ու երբ որ ասում են կներեք դա էլ է մշակույթ խոսենք դրա մասին եւ որ ասում են չի կարելի ազգային ժողովից այսպեսի բան ասում բայց մենք այդ իմ ընտրյալ դեպուտատները որոնց մենք ընտրել ենք ու տվել ենք հնարավորություն մեր տեղը որոշում կայացնելու երբ որ մենք այդ ամբիոնից խոսում են ասում են որ սրանք կան գազիկ են էս է իր ասածը էս է իր ասելիքը էսա մենք տվել ենք հնարավորություն ապա ազգային ժողովը պետք է հելնեն այս օրենքները ընդունեն բանը արա այս 6 տարի է այն մեկն ասում է դու սենց արեցի այ դու սենց ասում եմ ինչ օրենք է փոխվել այսօր վերջապես 5-րդ 6-րդ տարում հասկացա որ օրենք է պետք անել այս վերջի օրենք հանած օրենքները թատրոնում են այդպես սա տալիս հիմա ժողովուրդ Խոսքով ես էլի շուրեկատը խմի խոսեք մշակույթից սերը լավ է լավ սկսեցինք չէ խոսեք մշակույթից ու ինձ է ստերում սերը չէ սերը շատ ճիշտ սերը չէ դա բայց օրինակ ասա երբ որ դու սիրահարված ես լինում այդ զգացողություն ունենում ես այլ կերպ ես վերաբերվում ամեն ինչին իհարկե ամեն ինչ այլ է թվում այդ ամեն ինչը դա նախ քո փոքրիկ պատուհանն է մի քիչ մեծանում առաջ sense ես նայել մի քիչ մեծանում ասում բայ քորես նրանք չեն տեսել որոշ սրանցը չեմ տեսել սրանցը մեկ է դու հանգած ինքդ քեզ ես ընդդեմ ասում ես բայ քորը ես ինչ չէի տեսել ու սկսում ես այդ փոքր սիրո պատուհանից ինքդ քեզ ավելի լավ ճանաչել бабочки в животе блестящие глазки и так далее Им ներսում բաբочкեք չեմ փղիկներ են я не сомневаюсь в этом дорогой я это я думала знаю крокодильчики там друг друга չէ уничтожают крокодил չէ դրանք կերակրել է պես դրանք շատ են ուտում Չէ, իրաք սիրուն է պետք է դրանից լավ բան չկա։ Ասենք մենք հիմա եկել ենք թատրոնի մասին ենք խոսում, ապրում ենք թատրոնին, բայց մենք միջև իմաստեղ ենք մենակ դրա համար, որ մտնում մենք սիրում ենք այս տեղը։ Սիրում ենք այս ասպարեզը։ Մեզ ինչքան են վիրավորել։ Դե հիվանդության նման մի բան է, էլի, եթե չլիներ։ Սա միակ հիվանդությունն է, որ գիտես դեղը որն է։ Դեղը թողնել գնալն է, ուրիշ կյանքով ապրելը։ Ասում ես, դեղը ինձ պետք է, հիվանդությունից դզում է։
էլի ցավացրեք ինձ։ Տնքոսներս են չի հասկանում, արվեստի տնքոսները թույլ են ասել։ Այսօր արվեստի տնքոսը պիտի բացվի։ Այսօր արվեստի տնքոցի մեջ պիտի ցանկություն լինի։ Ну, Лев, то получается, что мы мазохисты немножко. Не это մազախիստին։ нормально. Մենք այսօր պարտների կարիք ունենք ցավոց։ Это уже садизм у нас с партнерами. Ну, Այդ как փոխհարաբերությունը բալես։ Так это и есть любовь. Հա, То, что мы делаем, это и есть любовь. Միոպե на ամեն самом ինչի ֆինալը դա սեքսն է, ներողություն, եկեք իմ հետ։ Ամեն ինչը որ ես սիրում եմ, տանես քաշ տալ ցանկողին 15 րոպե հետո ամեն ինչը վերջանում է, չէ՞։ Նորմալ, շատ մեծավարի խոսում ենք, Ты хочешь сказать, մի րոպե, что մի րոպե когда կյանքը секс бывает մենք без удовольствия на մենք сцене. այսօր մշակույթով սեքսով ենք զբաղվում առանց պարտների։ Мне знаешь, что кажется, Лев, все-таки? Мне кажется, что твоя любовь к женщине, Ну, она в тебе открывает твою все-таки любовь ко всему остальному, и к театру, и ко всему. И в да։ тот момент, когда у тебя нет любви, кстати, каждый раз, когда я тебя вижу, я это чувствую. Когда она у тебя есть и когда у тебя нет. Դա ես տեսակով լեսբիանկա եմ, Это факт. Еще немножко поговоришь, и я стану лесбиянкой. Լավ, իսկ հիմա ինչ զբաղվածություն ունես։ Հա, ոչ միտեղ, այսօր ես ոչ միտեղ այսօր չեմ բողոքում դրանից։ Այս շրջանն էլ է պետք մեզ։ Ես էլ պիտի կարողանանք ճիշտ գնահատել։ Լուրջ եմ ասում, երբ որ սալնում է, հետ որ հանգած լինում է այն ինչ որ դու ուզում ես, քո վերաբերմունքն էլ է փոխվում դա։ Այսինքն մինչև այդ երևի իմ մոտ բաներ կա, որ հենց հենց էի նայում, բայց այսօր հասկանում եմ, որ պետք չէր տենց անել։ Դրա համար յուրաքանչյուր մարդու այս շրջանը պետք է, որ դու ոչ մի բան չունես անելու, ոչ մի առաջարկ, իհարկե պայր կա, որ ասում ես լուժել, ես էլ ոչ մեկի պետք չեմ։ Բայց դու կոմեջ ամբողջանում ոնց պետք չեմ։ Ես գոնե մի հոգու պետք եմ։ Это я всегда. Да։ Знаю это. Չէ, իրոք այս քաղաքում կան մարդիկ, որոնց ես պետք եմ ու ես երջանիկ եմ, որ այդ մարդիկ իմ կյանքում կան։ Կարող ենք իրար ամեն օր չենք տեսնում, բայց գոնե շաբաթով մեջ երկու օր որ զանգում ենք ու հանգած ինքը մեր ասում է կարող է այսօր տենանք, ասում իհարկե տենանք։ Երբ որ գնում ես կարած ոչ մի բան չխոսած։ Просто նստած ուզում եմ չամաչեմ նայեմ այդ մարդուն, ով ինչ երկում իր աչքերի մեջ։ Այսօր իմ կյանքում շատ քիչ մարդիկ կան, որոնց աչքերի մեջ ես կարողանում եմ նայել։ Գիտես, խես նայեմ։ Որտեղ տալու բան ունես։ Այսօր դրա համար մենք պետք է կարողանանք ազգովի նայենք իրար աչքերի մեջ, իրարից չամաչենք, իրար չսպանենք, իրար չստորացնենք, լուրջ եմ ասում։ Да все-таки происходит, все нормально. Ну, Вообще да, жизнь всё прекрасна. нормально, Да, все нормально. Знаешь, почему я так говорю? Да, Вот ты честно правильно вам говоришь, скажу. Сава, Потому что, ну, ребят, мы сколько вот этого всего озвучиваем, хотя я единственный, наверное, человек, женщина в моем окружении, которая постоянно матерится, круглосуточно заявляю О, это меня всем. ты Просто сколько-то? матерю варевас. Лена. О, аревас кафурисиш. Гима, ты знаешь это, как я это делаю, сутками. Но таким Есть образом, между- я, знаешь, да, он постоянно делает мне замечания, делает, я освобождаюсь. Я хочу сказать о том, что жизнь, она прекрасна. И то, что мы имеем право даже сегодня сидеть здесь и рассуждать на эти темы, достаточно сложные, достаточно противоречивые, и на 100% будут смотреть, слушать, потому что в теме мы не в теме, нас так или иначе любят. Хочешь ты этого или не хочешь, или не любят. Все равно слушать будут. И это важно. Важно, что мы родились с каким-то, я не знаю, благословением, мне кажется, Господним, что мы можем прикоснуться к этому тексту, к определенному творчеству, к определенным людям, которые были и есть, и я уверена, что будут в нашей жизни, с которыми честь была Գինալի բարձր է, работать. դեպքում այդ հարցը ինքներս մեզ տանք, եթե մեզ թողել են մտնել այս ասպարեզ ու մեզ ընտվել հնարավորություն կապնել այդ տեքստին, որը արժեք ունի ու նույնիսկ ունենք հնարավորություն մեկ-մեկ այդ տեքստը մեր շուրթերով ասել, դες չէի մտածել, այսօր գնամ տուն թե մտածեմ։ Դի գինալի человек։ Мой родной. Любой համարով զանգա ես տղենա վերջ։ Լավ որ դու կասում ես։ Не, серьезно. Ես մենոց ասում եմ չէին հավատում։ Իսկ մտածել ես հեչ բեմադրություն անես։ Ես վախենում եմ։ Նայ ինձ, երբ որ ես մի ժամանակ մետրո թատրոնում եմ, ժամանակ դե Ծատուրյանը այդ աշխատելուց հետո սկսում է ուղղակի աշխատել նորմալ։ Այն որ մոտենում ես դեմդ մարդավոր ասում ես, ես իսենք ինքը քեզ լսում է, չասում արա մատ ռադ քաշ ես գիտեմ։ Արա այն որ կողքից երեխեք ասին, օր կոմոդ բան կա, ռեժիսորական բան կա, դավայ, մի բան, դավայ։ Եղավ են սնիկերսի ռեկլամին մա, կերեք սնիկերս, կերեք սնիկերս, ասում լավ, մի օր ուտեմ տնամ, այդ ինչա։ Հետո ուտում ասի լավ, փորձեմ, ասի ես եկեք այս տարվա յոլկեն ես անեմ։ Ասենք դավայ։
Ուզում եմ ես ինքս էլ ինձ հասկանա, էլի, բայց յորքեն նման փոքր ֆիլտրեր ուզում եմ հասկանալ ով եմ ես։ Առաջ երկու փորձը եկա, ասենք դավայ չի կա բան կարծում, եւ հասկացա։ Ես պիտի խնդիր տամ, հա։ Երրորդ փորձից հետո ասի Ժողովուրդ ջան, ռեժիսորությունը դա առանձին փեշակ է։ Ես ներողություն եմ խնդրում, ես իմ գործը չի։ Ու դրա համար հիմա նոր սերնդի որ բան եմ ելնում, թե առավել եւս ռեժիսորական մասնագիտություն ունեցած, ասում եմ ամենակարևորը, կարակ լիքը կարդակետ շատ լավ է, պապայությունը։ Ռեժիսորը պետք է դերասանի լուբոյ հարցին կարողանա ճիշտ պատասխանել կամ պատասխանելուց ըննես պատասխանը, որ դերասանին մտածելու առիթ տա։ Որ դերասանը ճիշտ է, թե սխալ։ Ու ամենակարևոր բանը սովորեք խնդիր տալ։ Սովորեք խնդիր տալ, դա ամենագլխավոր բանն է ռեժիսորի առումով, չէ՞։ Որինք ասում են գորմարկարանը բան որ բան Քեզ թվում է ինքն է լավ խաղացել, չէ՞, պրոստը գորմարկանն է։ Համաձայն եմ։ Կստати համաձայն եմ։ Դա ճիշտ բանը, դա մատուցումից է կախված, կարոս լավ պիեսը վերցնես մախտրես այդ ամեն ինչը, Ну, что чаще всего и դա происходит. գորը վերցնում է ու կարողանում է նախ Да. ճիշտ ընտրություն կատարել դերասանների առումով եւ ամենակարևորը ինքը կարողանում է այդ տեղը դերասանուհիներին այնքան կամ դերասանին այնքան ճիշտ մատուցել, որ այդ պահին ինքը ասում է հորս արև ես այսօր ստեղ անելու բան ունեմ։ Ու ինքը սկսում անկախ իրանից զբաղվել իր մասնագիտությամբ։ Ну, так оно и Այսօր было. մենք դերասաններս, քանի որ դաշտը այնքան թույլ է, այնքան մխտարա, մենք չենք կարողանում մեր մասնագիտությամբ զբաղվել կամ էլ չենք ուզում։ Դրանք լրիվ տարբեր բաներ են ու համարյա նույն բանն է։ Кстати, ты Ну, знаешь, я, извини, тебя перебью, это как раз мы, спектакль, этот, репетиции были во время коронавируса. То есть получилось так, что он начал работу, и через месяц объявили о коронавирусе. А до этого он уже думал во дворе нашего театра этот спектакль делать. И когда коронавирус... Խաղացել եք Բաքում հենց։ Да, и Ну, когда Баку объявили в молодцы. августе, что... Հետո բերեցին։ Да, тогда у нас директором была Марьяна Мухитарян, и она для нас выбила такие штучки, на них было написано, им можно выходить из дому, и мы, значит, несколько месяцев приходили в театр, и даже сама атмосфера вот этого ужаса, который происходил вокруг, да, оно нам настолько дало творчество, перевозбуждение в творческом смысле, не знаю, это был прекрасный процесс. И в августе, когда уже разрешили играть, мы в мире первыми были, кто сыграл премьеру и отыграл спектакли. За месяц с копейками мы сыграли 25 спектаклей. И все это на улице. Мы потом все почти, я и Ира попали в больницу на тот момент. Мы посадили все себе узлы, потому что связки страдали из-за камней во рту. Это все было немножко... Но это был прекрасный творческий процесс. И это было замечательно. Почему? Потому что там же не разрешалось, 40 человек надо было, чтобы сидели. Потом эти 40 превратились в 50, 60, 70, 80. Мы уже понимаем, что там уже 100 во дворе маленьком были, вы знаете. И это, не переживая за свое здоровье, не опасаясь. И вот тут ты понимаешь, что бы ни происходило, все равно это творчество, это так важно для человека. Я не знаю, может, я так говорю, потому что это для меня очень важный момент в жизни. Но я это вижу в некоторых людях. Շատ ես ուզում անել։ Բայց հանգած հանգամանքների բերումով գալիս է անընդհատ ինչ-որ բան խանգարում է։ Այդ իր ժամանակը չի։ Այդ իր օրինակ այդ ձեր գործը։ Это было все вовремя. Իր ժամանակին եկա ու ասես լեգոյի նման հակավ։ Դրա համար ինքը մնաց պատմության մեջ կմնա ու այսօր այդ ներկայացումն էլ է շնչում, ասում է վախ ինչ լավ է ես իմ տեղում։ Ты знаешь, очень Հիմա часто... հասկացաք ինչքան մարդ կա որ իրենց տեղում չի առավելևս մեր քաղաքականության մեջ։ Հիմա նայեք, մեր երկրի խնդրումը գիտես որն է։ Գալով որ խնդրի։ Որ մեր երկրի խնդրումը գիտես որն է, 80%-ը ոչ մեկ իրենց տեղում չի, հա, մշակույթից ենք խոսում։ Դա ես կարծում եմ բաներ կա։ Я тебе, кстати, скажу конкретно, я Салим Тайгумчан. Я не окончила театральный институт, Я у меня тоже. нет образования. Я Я в студии, скажу, да, я в студии училась, я даже не училась. Наверное, это было месяц, и то случайно, потому что те ребята, которые учились со мной, когда я поступила в театр Станиславского в 2008 году, они уже 2,5 года отучились в этой студии. Я была там на года 3 старше них, знаешь. И вот как-то по великой случайности я осталась там или по Божьему промыслу, не знаю, я верующий человек. Но мне кажется, что все-таки есть судьба. Да, там нас тоже ждут, Лев. Особенно после всех этих грехов на сцене, которые мы исполняем. Нам там выписан билет, блин, в партер. Где же երկու դերասանուհի մեռնում են, ելում են վերև։ Նայում ասում եմ, երկու ընկերուհին, երկուսն է դերասանուհին։ Մեկին ասած
ասում է գնա դրախտ։ Հա։ Իսկ մեկին ասում է դժոխք։ Հարաշմա ոնց։ Մենք աղջիկ մենք ընկերներ ենք, մենք երկուսս էլ դերասանուհի ենք, խինքը դրախտ, ես դժոխք ասում եմ, Ռաժյանը ակտրիսը։ Обожаю. Իսկական դերասանուհին պետք է լինի դժոխք, дерасանի հետ։ Вот была, знаешь, такая история, просто не буду без имен, была женщина в возрасте, она упала со сцены во время спектакля, другая ее очень, ну, такая близкая подруга сидела и наблюдала за этой картиной. Она не встала, она не пошевелилась на наших глазах. И зритель думал, что это так и должно быть. В итоге умерла женщина, которая упала со сцены. Другая все еще жива. Так бывает. У нас Ես есть... կուզենայի իմ մասնագիտությունը վերաբերվելնես, ոնց որ դու ես հիմա վերաբերվում քո մասնագիտությանը։ Արդի գինյալնի չրակոր, սարի։ Ладно, знаешь, Ես дело в чем? Дело քանի не в том, ամեն что я... անգամ քո հետ խոսալուց հետո ես ուզում եմ այս մասնագիտությունից հրաժարվեմ։ Ես արդեն չունեմ վերաբերմունք։ Неправда. Я серьезно Нет. говорю. Такие Ես կարող талантливые եմ ասած люди, վրա как даже ты. прочтам։ Лё, есть прочтам кваса, тебе докасать это коннектишь. Всё это внимательно. Я скажу, ну, я не знаю, может, это будет звучать банально, но все это искусство, весь этот театр, вся эта красота, которую мы так любим, лично я, оно все в нас. И независимо от того, в каком ты театре, в каком я театре, мы в театре вообще или нет, в проектах или нет. Кстати, ненавижу сниматься, для меня каторга. Мне лучше 58 плохих спектаклей на сцене сыграть, чем один раз в кадр зайти. И я скажу, все, что мы любили когда-то в этой профессии, во что-то же мы когда-то влюбились, это все в нас. И приходит нужный человек или нужное время. И в этот момент он будет это. И все. Нужны просто... Հասկացար մեր մշակույթի նախարարությունը այս մշլենին է մեր ջարդել։ Այս մտածելակերպը։ Нет, Лёва, Да, я считаю, да, что мշակույթի նախարար- нет, родной, смотри. Давай, անցի վրա։ Вот знаешь, как есть вырывать, чем остановлю, если саканстым еревите им вырыв, капчуны. Но я скажу, у нас есть такая странность, как мне кажется, постоянно искать виновного. Ես մեղավոր չեմ գտնում, Най, смотри, но ты Ну давай, да, говоришь, ты ճիշտ ես ասում։ я считаю, что в нас не сломать как силу духа, так и силу воли, веру, если ты верующий человек, и так далее. Нас не сломать в нас любовь к своей семье, к своим детям, любовь к профессии. Потому что все меняется в этой жизни, у всего есть начало и конец, так или иначе. И опять же, именно поэтому я за то, чтобы не ломаться. Понимаете? Что вот в эти моменты и люди и уезжают, и говорят, я не буду в этом театре идти. Театр из-за этого страдает, когда такие люди, да, как ты, да, в этом да. театре не бывают. Հիմա уже. այդ ամենը Для меня это жаль лично. Я бы его руками и ногами бы держала на месте любого режиссера. Да, поэтому мы с тобой вместе не живем, родной. Դա կյանքս հիմա այն ինչ որ դու ասացիր ճիշտ է։ Բայց հետո մի հատ ուրիշ էտապ է գալիս։ Երբ որ դիմացինը, ոչ մեկի չեմ եղադրում, մեկ մարդ որ տենում է, այս մարդը sense կարողանում է ապրել բան, ինքը սկսում է քեզ օգտագործել 1 2 3 4։ Հետո դու քեզ մեր օգտագործված ես զգում։ Որ ասում ես լավ, ինչքան կարեմ sense էնտուզիազմի վրա գնամ։ Հասկանում ես, արևես, դրա համար ես պաշտում եմ, ես կուզենանք մենք բոլորս մենք այսպես մտածելակերպ ունենենք։ Մենք այսօր չենք կարողանում մշակույթի մասին, մշակույթը մատուցենք, լուրջ եմ ասում, մենք չենք կարողանում։ Մենք չենք կարողանում այդպես սիրուն խոսել թատրոնի բանը, չենք կարող։ Ես արդեն չեմ կարողանում։ Ես ինձ կուզենայի թատրոնը սիրուն մատուցել, որ այս երեխեքը որ գնում են թատրոնի ինստիտուտ 600,000 փող են տալիս, իրանք այդ թվաց փողը չափսոս ան։ Այսօր ովքեր որ ընդեղ են այդ 600,000-ը երկրորդ կուրսից հետո ափսոսում են։ Իրանք ռեսկի ուզում են մասնագիտություն փոխել, որովհետև այսօր Мы там не были, мы не թատրոնի знаем. կինոյի ինստիտուտում էլ այդ օդը չկա, որ այսօր նոր սերունդը շնչի։ Այսօր այդ նոր սերունդի պլանկը ո՞րն է։ Գոնե սերիալում խաղա։ Վերջ, երբ որ դերասանը բավարարվեց դրանով, ասենք ինքը բավարարվում է։ Իսկ բավարարվելը դա հաջորդ կայլը դա մահն է։ Но это тоже зависит от человека. Արդեն այդ ինստիտուտը սպանել է։ Не, ребят, все-таки это, не знаю, волшебная сказка, то, чем мы занимаемся. Ժողովուրդ, ես կարծում եմ մենք ահագի երկար խոսեցինք մշակույթի մասին։ Եկե խոսեցինք լավ թեմաներ կար ու կարծում եմ այս ամեն ինչը անկեղծ էր։ Ես ուզում եմ շնորհակալություն ասեմ, չգիտեմ ով այնց հրավերել, բայց այդ տղուն շատ եմ սիրում։ Շնորհակալություն հրավերքի համար։ Երջանիկ է, որ ես էլի մեկ անգամ ես իմ գործընկերներին, իմ գոլեգաներին, իմ քուր աղբերներին տեսա։ Այսօր մենք եկալ ենք մի բան, որ այսօր մենք գոլեգաներս իր ասում ենք քուր աղբերներին։ Այդ մշակույթն է մտա մշակույթ, հասկանում եք, քուր աղբերներ են։
Գինալի մշակույթ է, չէ, իրոք կուզենամ որ մեր հաջորդ ամեն անգամ կուզենամ որ տարվա մեջ մի քանի անգամ լինի, որ ամեն անգամ հանդիպումից հետո հասկանանք որ մեր մոտ ինչ-որ բան փոխվել է։ Ինձ թվում է հաջորդ մեր հանդիպման ժամանակ առաջին հերթին մենք ինքներս ենք կարողացել մեր մեջ ինչ-որ արդեն բան խոսելու ենք, ինձ թվում է խոսելու ենք ինչ-որ ընդհանուր պրոյեկտից, լավ, ինչ կարծես։ Պատկերացրու, Կուզենայի իրոք ունենանք մի Да, было бы весело, я думаю. չէ՞։ որ Լենան բան չի սիրում, կինո բան չի սիրում, գոնե թատրոնն լինի, որտեղ էս երեխա։ Да, я продумала про спектакль. Ты говоришь про кино? Нет, вообще-то. Այա про կինո։ Не, я про спектакль, видишь? Ինձ էլ թվաց թատրոն։ Я Индель. про спектакль. Ուրեմն տեսը մի դես չու։ Кстати, было бы весело. Չէ, Мы бы говорили одновременно. Մենք Ես քեզ շատ մենք կվերադառնանք Առանձն, այն լավ։ ամանորի ներկայացմանը, որը դու տարիներ առաջ ուզում էիր մետրո թատրոնում։ Դա Գինյանի ներկայացումը կոչվում էր ուրեք տղաներ։ Ուրեք տղաներ։ Հա, նավագոտնի ներկայացումը։ Ինչ կերպարներ կային։ Տղաներ էին։ Есть. Տղաներ։ Չէ, Եվ ներկայացումը կոչվում խնդալու էր գլուխը ուրեք։ սա աղջիկ լինեին։ Չէ, չէ։ Վերնագիրը ուրեք Ուրեք տղա։ տղա։ Ուրեք տղաներ, բայց Սա հետո աղջիկ վիտոգի լինի։ վերջում գալիս է Ջունանուշը, վերջում բացում է Ջունանուշն էլ է տղա։ Ուտե վերջում Լավ, ֆինալում լավ է ես սա, տեսնում եմ ոչ է ձմեր սա։ Очень по-европейски. կախված, հա, որտեվ Ջունանուշն էլ էր տղա։ Իմպրովիզանում դա։ Չէ, ջունկրոչը մը, որտեվ նույնիսկ ձմեր պապին մտածում եմ որ Ջունանուշի աղջիկա ունեն սիրուն է մածուցել, Հա։ վերջում պարզվում որ տղա ենք իրան կախում, այսինքն որտեվ ձմեր պապին հասկանում որ ինքը երեխեքին խափել է։ Դա Պիեսը կա, լավ։ Պիեսը կա, ես ամեն օր Պիեսը վրան կա։ աշխատում եմ։ Հիմա էլ էր աշխատում։ Դերասան Написал только что. Որ յոլկա եք խաղում մետրոյում, դու որ բան էիր խաղում։ Կին, Հա, գմորջ։ Դες ինչ կալգո, ինչ ոտեր Արա ունեն ժամ։ ինչ էր անում, Աստված ջան, ինքը Այսինքն, Կարին ջանի հասցեць Բեկյանն կեկով գնում էին կալգո։ իրար։ Գիտես ինչ ոտեր ունեի ջայր ժամանակ։ Родной, я бы все отдала, чтобы это увидеть. Նե, գիտես ինչ մարտավեց Այդ բան գիտես ինչ չկա։ էին անում, Լյովը ու Կարեն Ջանիբեկյանը, լուսահոգի։ Վա, Ես, դա չէր վերջանում ներկայացումը։ ես Դեղ ադմինիստրացիան բան գոռում էին արդեն ժամ ու կեսա խաղում եք, բրծեք մյուս սեանսի սեանսը ժողովուրդը։ սպասում Այնտեղ արդեն։ սպասում են։ Слушай, знаешь, на чем я себя выловила сейчас, вот по ходу нашей прекрасной беседы, Давай. что я Леву всегда вижу сблизи. То есть я никогда не видела... Бэму. Да, А. нет, я не видела. Как говорят, Олегакин Петке Гервиц, наверное. ես միակ Вот так должно было быть, Ես միակ поэтому արեգակն я... որ կարասնից վերցնեմ Родной. մատերից վրա խաղալ։ Потенциально мы Маревес. Դե արին գնենք մեր Լուսինի հետևից։ Люсили. Հենա Լուսինը հելել է, նայ, կեսն էլ հենա ինքոմնա։ Это фонарик. Արմունի Это софиты, Լուսինը երկու մասի բաժանում է, Это софиты. Հայաստանում ունի Լուսինն է երկու մասի բաժանում, ասա երգիր է, ես սա կյանքին մեռնեմ։ Ես Лев, ну скажи, ну ты же никуда не уедешь, правильно? Мы же с նիկոգդա։ тобой двери закроем Կյանք вместе. ես մի կտոր հողը Եսե որ չէ, դետել ինձ նիկադա։ պատկանում է, բայց հələ որ կադաստրային գրքույկ չունեմ, սա ես ոչ մեկի չեմ տա։ Все. Я серьезно говорю։ Էս ովքեր որ ոչ մեկի չեմ մեղադրում։ Ես մի ժամանակ երբ որ թողում են այս երկրից գնում են, ասում են լավ, որտեղ բանալ բախտար երկիրը ինձ արկել։ Հիմա լավն է։ Ասում են լավ, գնում են այնտեղ իրանց տեսակը պահեն։ Բայց հետո հասկացա որ չէ, քո տեսակը մենակ կարաս պահես քո երկրում, ով ուզում է։ Абсолютно согласна с Ով этим. ուզում է սեղի։ Абсолютно. Որտեվ այս երկիրը շտեպցերի նման բան է, պետք է երկու մատը մտցնես մեջը, այդ ամեն ինչը վերցնես կապ չունի, էդի ուրա գնում։ Ով է գնահատում է, թող գնա վերցնի, ով չէ, իրանց երնել անցել։ Իսկ ինչ վատ բաներ կան մեր կյանքում, դրանք ժամանակավոր են։ Да. Ոչ որ այս ամեն ինչը ժամանակավոր է, կգան ուրիշ ժամանակներ։ Միայն մի հատ կարևոր բան կա։ Չկորցնենք ամենաթանկը, որի անունն է հայրենիք ու պետություն։ Սիրում եմ ձեզ բոլորիդ կհանդիպենք երեքշաբթի օրը։ Չգիտեմ ինչ երեքշաբթի, որտեղ չորեքշաբթի ինչ շատ է զբաղված։ Շնորհակալություն։